Ցայք հեռուստաընկերության եթերում Մեդինֆոյի հերթական թողարկումն է, բարև ձեզ։ Այսօր տաղավարում հյուրընկալել ենք Գյումրու թիվ 1 պոլիկլինիկայի տնօրեն Խաչիկ Գալստյանին։ Բարև ձեզ, բժիշկ։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Մենք ենք շնորհակալ, որ ընդունեցիք մեր հրավերը։ Բժիշկ Գալստյան, տարին արդեն մոտենում է ավարտին։ Եկեք խոսենք, թե հիմնականում ինչ նշանակալի ձեռքբերումներ ունեցավ առաջին պոլիկլինիկան։ Նշանակալի ձեռքբերումներից կարելի է առանձնացնել մեր սպասարկող բնակչության թվի, ազգաբնակչության թվի ավելացումը, որը մեծ պատասխանատվություն է առաջին հերթին մեզ բուժաշխատողներից համար, քանի որ տվյալ ազգաբնակչությունը վստահել է մեզ եւ այդ վստահության հաշվին պետք է մենք մեր քայլերի հաջորդականությունը կազմակերպենք այնպես, որպեսզի չհիասթափեցնենք նրանց, փորձենք ցուցաբերել որակով եւ ճշգրիտ բուժօգնություն։ Ինչով է պայմանավորված հիմնականում բուժառուների թվի ավելացումը։ Բուժառուների թվի ավելացումը պայմանավորված է մի քանի հանգամանքով, նշեմ այդ հանգամանքներից մեկը մեր վերաբերմունքի հետ կապված, այսինքն բոլորին փորձում ենք սիրալիր մոտեցում ցույց տանք, բոլորին մոտենում ենք առանձնահատուկ, քանի որ տվյալ պացիենտներ ունեն տարբեր առողջական խնդիրներ, ունեն վատ հոգեբանական վիճակ, փորձում ենք խոսել, բացատրել, ճիշտ ուղղություն ցույց տալ, եթե հնարավոր է կատարել ախտորոշիչ կամ լաբորատոր գործիքային հետազոտություններ պոլիկլինիկայում կատարում ենք, եթե չէ ուղղորդում ենք արդեն ստացիոնար բուժման։ Բոլորին թիվ 1-ը, որպեսզի ամեն մեկին ցույց տանք առանձնահատուկ վերաբերմունք, լսենք իրենց խնդիրները, գանգատները, քանի որ դա բուժման հենց սկիզբն է։ Այսինքն ձեր խոսքով բժիշկ բուժառու կապը ստացված է։ Այո, կարելի ասել այո։ Եվ տնօրենի ներդրումը այստեղ որքան է։ Այդ կթողնեմ թող մեկնաբանություններում տան հենց սպասարկող բուժառուներն ու մյուս ազգաբնակչությունը։ Հիմնականում պոլիկլինիկան ինչ ծառայություններ է մատուցում։ Պոլիկլինիկան մատուցում է բազմաբնույթ ծառայություններ։ Պոլիկլինիկայում աշխատում են ընտանեկան բժիշկներ, թերապևտներ, նեղմասնագետներ, քիթ-կոկորդական ջապան, ակնաբույժ, տուբ կաբինետի բժիշկ եւ ունենք նաեւ սպասարկման մեջ ունենք նաեւ նեղմասնագետներից վիրաբույժի կաբինետ ունենք ու գրեթե կարելի ասել բոլոր նեղմասնագետները պոլիկլինիկայում առկա են։ Այսինքն երբ բուժառուն մոտենում է թիվ 1 պոլիկլինիկա, այստեղից ուրիշ տեղ ուղղորդել չկա։ Չէ, ուղղակի լիովին բուժզնությունը, բուժօգնությունը բավարարում է։ Բավարարում ենք, ուղղակի կա մի հատ բաց, որը պայմանավորված է մեր մարզում նեղմասնագետների քիչ լինելով, այսինքն մի նեղմասնագետը աշխատում է նաև Գյումրիում մի քանի տեղ։ Դա համատարած խնդիր է։ Մի բժիշկ աշխատում է մի քանի տեղ, ունենք հատուկ օրեր, որ այդ նեղմասնագետները տվյալ օրն ու տվյալ ժամին են տեղում։ Մի քիչ դժվարություններ առաջանում են այս երևույթը հաշվի առնելով։ Ինձ թվում է, եթե բուժառուին պետք է հենց տվյալ մասնագետը, ինքը շատ լավ գիտի, որ օրը, որ ժամին է բժիշկը։ Այո, գալիս են մոտենում են իրանց ընտանեկան բժիշկին, ընտանեկան բժիշկի միջոցով, քանի որ հիմա ուղեգրումները դարձել են էլեկտրոնային եղանակով, հերթագրվում են տվյալ նեղմասնագետի մոտ ընտանեկան բժիշկի ցուցումով ու արդեն պացիենտը իր առմետ համակարգի միջոցով կարող է տեսնել երբ է հերթագրվել ու որն է հերթագրվել։ Իսկ այս էլեկտրոնային տարբերակին անցումը դյուրին ստացվեց, որովհետև բուժառուների մեծ մասը նաև մեծահասակներ են, խնդիրներ չեն առաջանում այս առումով։ Ոչ միայն կարելի է նշեմ, որ ոչ միայն բուժառուների մոտ դժվարությամբ ստացվեց, նաև պոլիկլինիկայում աշխատող անձնակազմի մոտ, քանի որ դա նրանց համար անծանոթ էր, սկզբնական շրջանում ամեն ինչի սկիզբն էլ դժվար է, բայց փորձեցինք դա հաղթահարենք, հիմա արդեն կարելի ասել մեծամասնությունը անում ենք բոլորը էլեկտրոնային եղանակով, արդեն բնակչությունը ունի այդ իրենց հեռախոսների մեջ այդ առմետ համակարգը, տեսնում է իրենց այցը, իրենց բժիշկին, բայց նաև ունենք մի քիչ բաց ավելի տարիքով բուժառուների մոտ, որոնք չունեն այդ էլեկտրոնային համակարգը, պետք է մոտենան պոլիկլինիկա հերթագրվեն ու այստեղ նաև կարելի է առանձնացնել, որ կամ բնակիչներ, որոնք դիմում են պոլիկլինիկա սուր ցավերով կամ շտաբ օգնության կարիք կա, այսինքն շտաբ բուժօգնության կարիք ունեն, այդ հերթագրում էլ ժամանակ մենք չունենք, որպեսզի հերթագրենք, որ նոր մոտինը բացառություններ անում ենք։ Այս էլեկտրոնային տարբերակին անցումը հերթերի գոյացության ինքը նպաստեց, որ հերթերի գոյացությունը այլևս չլինեն, որովհետև միշտ խնդիր ունեցել ենք պոլիկլինիկաներում, մշտապես եղել են հերթեր, ես մի ոչ շուտ եմ եկել, ես պետք է առաջինը մտնեմ, այս խնդիրը վերացել է։
դեռ չի վերացել, բայց կփորձենք ջանքեր կիրառել, որպեսզի հետագայում թե սպասարկող բուժառուների շրջանում դա այդ էթիկան մտնի, որպեսզի իրենք նախորոք այդ ամեն ինչի մասին տեղյակ լինելով հերթագրվեն, որպեսզի խուսափենք հետագա հերթերից։ Բայց քանի որ ունենք նաև մասնագետների խնդիր, օրինակ ակնաբուժս մի օր է լինում պոլիկլինիկայում, այդ հերթերի քանակը հասնում է արդեն, չգիտեմ, օրվա մեջ կարող 20-ից 30 հոգի սպասի, բոլորը գալիս են սպասարկվելու։ Քանի որ խոսեցինք նեղ մասնագետներից, պոլիկլինիկան արդյոք ունի այնպիսի մասնագետի կարիք, որը նույնիսկ այդ շաբաթական 1-2 օրը չի կարող գալ։ Չէ, բոլոր նեղ մասնագետներ ունենք, ուղղակի այստեղ ոչ թե նեղ մասնագետ ունենալու հարցն է, այլ տվյալ նեղ մասնագետի ավելի շատ լինելու հարցն է, այսինքն ոչ թե շաբաթվա մեջ 3 օր, այլ շաբաթվա մեջ 5 օր կամ գոնե նվազագույնը 3 օր։ Եվ հիմնականում որի կարիքն է, որ կա մարզում։ Կարելի է ասել բոլորին, թե նյարդաբան, թե գիտկոկորտ ականջաբան, թե ակնաբույժ, բոլոր նեղ մասնագետները պահանջված են, միշտ իրենց մոտ հերթեր են, բոլորը գոհ են, սպասարկվում են։ Ու կփորձենք մյուս տարի տեսնենք ոնց կստացվի նեղ մասնագետների այդ հարցը, այդ բաց օրերը լրացնենք, որպեսզի այդ կուտակումներ չլինեն, դժգոհություններ չլինեն։ Ես ուզում եմ հասկանալ, նեղ մասնագետները կան, բայց օրինակ մայրաքաղաքում են աշխատում, չեն ցանկանում գալ մարզեր։ Հիմնականում չեն ցանկանում գալ մարզ, իսկ մարզում եղած նեղ մասնագետներն էլ իրենց մասնագիտությունից ելնելով աշխատում են մի քանի տեղ։ Կարող են աշխատեն Գյումրի կենտրոնում, կան պոլիկլինիկայում աշխատեն, մի հատ ուրիշ պոլիկլինիկա աշխատեն, այսինքն համատեղով են։ Մի փոքր խոսենք տեխնիկական վիճակից, ունի արդյոք պոլիկլինիկան վերազինման կարիք։ Վերազինման կարիք իհարկե ունի պոլիկլինիկան, 2 տարի առաջ ստացանք նոր թվային ռենտգեն սարք, որը ավելի որակով դարձրեց մեր ախտորոշումը ու դրանից փոխող նաև հետագա բուժումը, քանի որ եթե չկա ճիշտ գործիքային քննություն, բուժումը կլինի ավելի թերի։ Ռենտգեն սարքի շնորհիվ մեր գործը ահագին թեթևացել է եւ զորակոչը եւ սպասալուղ բնակչության թվի ավելացումը ու առողջապահության նախարարության կողմից հուսամ մինչև դեկտեմբեր ամսվա վերջը կստանանք նոր սոնոգրաֆիկ սարք, որը էլ ավելի կբարձրացնի մեր մատուցող բժշկական ծառայության որակը։ Իսկ մինչ այդ բնականաբար ունեինք, բայց արդեն շատ հին սարքեր խափանումներին հաճախակի տեղի ունենում, բայց հուսով եմ, որ շուտով կուղարկեն մեզ սարքը։ Վերջերս վերջին տարիների ընթացքում շատ է չարչարկվում պոլիկլինիկայի մասնաշենքի հարցը։ Ի վերջո ինչ է լինելու ճակատագիրը։ Ուր է գնալու առաջին պոլիկլինիկան, թե մնալու է տեղում։ Մեր պոլիկլինիկայի ներսում տիրող մթնոլորտային կանտարականը, որը շենքային պայմանները նաև մղվում են երկրորդ պլան։ Պոլիկլինիկայի շենքը բոլորս գիտենք, որ մոտ 100 տարեկան շենքը ունենք շենքային վատ պայմաններ, ծրագրերը տարբեր են, թե վերամիավորման ծրագիր, թե այլ ծրագրեր, կոնկրետ այս բանին հստակ որոշում չկա, երբ որ լինի բոլորս կիմանանք դրա մասին։ Այսքան չարչարկվելուց հետո կրկին որոշում չունենք։ Դե երբ որ որոշում լինի, բոլորիս արդեն բարձ կդառնա։ Առաջիկա անելիքներից ինչ եք որոշել 2026-ին, ինչ պիտի նշանակալի ձեռքբերում ունենա կամ ծրագրեր իրագործվեն։ 2026 թվականին նոր մի քիչ առաջ շեշտեցի դրա մասին, որ ունենք բնակչության թվի ավելացում, փորձենք այդ բնակչության թիվը էլ ավելի ավելացնենք, նոր սոնոգրաֆիկ սարքի ձեռքբերմանը զուգահեռ նաև կակտիվացնենք վճարովի ծառայությունը, քանի որ սոնոգրաֆիկ հետազոտությունները պետպատվերի շրջանակներում կատարում են որովայնից խոռոչի սոնոգրաֆիկ հետազոտություն, իսկ օրինակ դուպլեքս հետազոտությունը, վահանաձև կյազի սոնոգրաֆիան դրանք արդեն պետք է կատարեն վճարովի հիմունքներով։ Փորձենք ավելացնել վճարովի ծառայության ցուցանիշները։ Ընդհանուր պոլիկլինիկայում հաճախ հանդիպող հիվանդությունները որոնք են, կարող ենք առանձնացնել։ Հիմնականում դիմում են քրոնիկ հիվանդությամբ տառապող պացիենտները, օրինակ շաքարային դիաբետով հիվանդները, սիրտանոթային հիվանդությամբ զարգերակային հիպերտենզիայով հիվանդները, քանակությունը բազմազան է, նյարդաբանական խնդիրներով, վիրաբուժական, արթրոզներ, արթրիտներ բազմաթիվ են ու կախված սեզոնային բնույթից նաև ունենում ենք սուր շնչառական վարակներով պացիենտների հաճախականության ավելացում կախված ծմրան ամիսներին, կանան ամիսներին, նաև դրան զուգահեռ ունենում ենք մեծ հոսք դեպի պոլիկլինիկա։
Սուր շնչառական վիրուսները վերջին շրջանում շատ են ակտիվացել, բայց դրան զուգահեռ նաև համապատասխան հրահանգ չկա առողջապահության նախարարության կողմից դպրոցներ, մանկապարտեզներ փակելու։ Ուզում եմ հասկանալ, պոլիկլինիկա եկող մանկահասակ բուժառուների թիվը մեծ է։ Կարելի ասել մեծ է, բայց այն մակարդակին չի հասել, որպեսզի այդպիսի որոշում կայացվի, որպեսզի դպրոցները փակեն, քանի որ ամեն ինչ մեր տիրապետության տակ է, ամեն ինչ կառավարելի է։ Դեռևս կառավարելի է։ Քանի որ մենք էլ հաճախ ահազանգեր ենք ստանում եւ այլն այս շնչառական վիրուսների հետ կապված, որ սրանք կարծես չեն լավանում։ Համամիտ եք այս կարծիքի հետ։ Ճիշտ ասած, բուժումից հետո կարելի ասել այո, համաձայն եմ, քանի որ տվյալ վիրուսները հատկություն ունեն մուտացիաների ենթարկվելու եւ ամեն սեզոնին կարող են վերափոխված մոդիֆիկացիայով տարվել ու դրան բնորոշ արդեն երևույթներով, թե կողորտի ցավ, թե գլխացավ, ջերմության բարձրացում, այսինքն իրենք մուտացիային ենթարկվում ու հեշտ չեն ենթարկվում բուժմանը։ Սուր շնչառական վարակների մասով կարող եմ նաեւ ասել, որ ունենք գրիպի պատվաստում, ճիշտ բացատրական աշխատանք տանելուց հետո պացիենտներ ունենք, որ գալիս են պատվաստվում են, հաշվի առնելով, որ կանխարգելումը ավելի հեշտ է, քան բուժումը։ Իսկ այդ պատվաստումը նախքան գրիպով վարակվելը պիտի լինի, թե ընթացքում էլ կարելի է պատվաստել։ Չէ, երբ որ դեռ չեն հիվանդացել։ Այսինքն իմաստ չունի հիվանդանալուց հետո։ Հիվանդանալուց հետո արդեն իմունիտետ ունենք, ցանկալի է մինչև սեզոնային սպնույթի հիվանդությունների աճը, մարտիկ բնակչությունը արդեն նախորդ պատվաստված լինի։ Իսկ լինում է դեպքեր, երբ ավելի բարդացված վիճակով են գալիս, ինքնաբուժությամբ են զբաղվել, հակաբիոտիկներ են ընդունել։ Իհարկե լինում են, հիմնականում դիմում են տրախեոբրոնխիտներով, սուր բրոնխիտներով, բրոնխոպնևմոնիաներով, արդեն բարդացած դեպքերում ինքնաբուժությամբ զբաղվելով, ու արդեն սկսում ենք մենք այստեղ ոչ թե բուժումը ուղղել անմիջական հիվանդության առջև, այլ տվյալ հիվանդության առաջացած բարդությունների հանդեպ։ Շարունակելով պատվաստումների թեման, ընդհանուր առմամբ ինչպես է գնահատում բուժառուների մոտեցումը այդ պատվաստումների նկատմամբ, կա փոփոխություն։ Կարծում եմ այո, կա փոփոխություն դեպի լավը, դեպի լավն էլ կախված է, որպեսզի այդ բնակիչը չգիտի այդ պատվաստումը իմաստունի ստանա, թե չստանա, այսինքն այստեղ պետք է կատարել ճիշտ բացատրական աշխատանք, որպեսզի հետագա խնդիրներից բարդություններից խուսափեն, պետք է անպայման պատվաստեն։ Այդ ցուցանիշները տարի ավելի լավ մակարդակի ենք հասնում, բայց դեռ տեղ ունենք, անելիք ունենք, որպեսզի ավելի լիարժեք լինեն պատվաստումային process-ները։ Դուք հիմա միայն սուր շնչառական վիրուսների դեմ պատվաստման մասին նշեցիք, թե Ընդհանուր պատվաստումային օրացույցին համաձայն նաև։ Որովհետև երբեմն լինում է մանկահասակ երեխաների այդ օրացուցային պատվաստումներին ծնողները ընդդիմանում են, դեմ են գնում եւ այլն, այսա եմ ուզում հասկանալ։ Ծնողը ներկայիս ծերունդի ներկայացուցիչ այս բազմազան ինտերնետային իրավիճակների մեջ չի կարող ըմբռնել պատվաստման իրական արժեքը։ Իրական արժեքը բռնելու համար նորից կրկնվեմ, պետք է կատարենք ճիշտ բացատրական աշխատանք։ Այսինքն դա բժշկից է կախված։ Դա բժշկից է կախված, բժշկի բուժքրոջից է կախված, որովհետեւ զանգեն, երբ որ ժամկետները մոտենում են, կանչեն պատվաստվելու, բացատրեն պատվաստումների կարևորության մասին ու այդ ցուցանիշները տարեստարի ավելանում են, բայց ելի եմ կրկնվում, տեղ ունենք դեռ, որպեսզի այդ կարծրատիպերը կոտրենք մեր բնակչության շրջանը, որպեսզի ճիշտ ժամանակին կան պոլիկլինիկա եւ պատվաստվեն։ Ոչ միայն օրացուցային պատվաստումներին է վերաբերում, այլ նաև գրիպը, ջրծաղիկի պատվաստում ունենք, բոլորը դիտված են, որպեսզի չունենանք բռնկումներ ու ունենանք ավելի լավ վիճակ, քան եթե չեն պատվաստվում։ Առողջապահության նախարարության կողմից նաև բազմաթիվ սկրինինգային ծրագրեր են իրականացվում, պոլիկլինիկան այս ծառայությունները ինչպես է մատուցում։ Բոլոր սկրինինգներին մենք ակտիվորեն մասնակցում ենք, անում ենք, ունենք օրինակ կրծքագեղձի քաղցկեղի սկրինինգ, որը շատ ճիշտ ու արդյունավետ էր, ԱԻԿ-ին պացիենտների մոտ հայտնաբերվեց կրծքագեղձի քաղցկեղ, որոնք ոչ մի գանգատ չունեին, եւ եթե չունենայինք այդ հնարավորությունը, հաստատ այդ հիվանդությունը արդեն բարդություններով հանդերձ կգար, այդ դեպքում նոր իրանք կիմանային իրենց հիվանդության մասին։ Այսինքն բուժառուների վստահությունը այդ սկրինինգային ծրագրերի նկատմամբ մեծ է։ Այո, մեծ է, քանի որ բոլոր սկրինինգային ծրագրերը պետպատվերի շրջանակներում են եւ ճիշտ բացատրական աշխատանք տանելուց հետո մեծամասնությունը ուղղորդվում են կատարում տվյալ սկրինինգային հետազոտությունները։
Բժիշկ Գալստյան, մի փոքր անդրադառնանք նաև հղիներին։ Մեր ամենանուրբ եւ ամենախոցելի խմբին։ Հղիների նկատմամբ ինչպես է տարվում ծառայությունը։ Հղիների հանդեպ կրկնակի ուշադրությամբ եւ կրկնակի ավելի բարձր պատասխանատվությամբ ենք իրականացնում անհրաժեշտ հետազոտությունները, ինչ հասանելիք է հղիներին, տարբեր շաբաթական հղիներին բնորոշ են իրենց անալիզները ու օրդումները, ամեն ինչ փորձում ենք կազմակերպել բարձր մակարդակում։ Պոլիկլինիկայում ունենք 2 գինեկոլոգ, երկուսն էլ ունեն հղիներ, վարում են ըստ իրենց բնորոշ օրացույցերի։ Հիմնականում այսպիսի միտում կա, չէ, հղիների մոտ։ Իրենք մտածում են, որ բժշկի մոտ որ պետք է ծննդաբերեն, թող ինքն էլ մեզ հետազոտի սկզբանե։ Կան նման հղիներ, որ ասենք պոլիկլինիկայում չեն հետազոտվում եւ ինչ մեղքս թաքցնեմ, այո, ունենք նման հղիներ, որ ծեր ասած տարբերակով են առաջնորդվում, բայց նաև ունենք հղիներ, որոնք հսկվում են իմ պոլիկլինիկայի գինեկոլոգների մոտ։ Իսկ հատուկ վերաբերմունք, հատուկ ուշադրություն հղիների հանդեպ։ Իհարկե, նշեցի կրկնակի անգամ պատասխանատվությամբ ենք մոտենում, չենք թույլ տալիս, որպեսզի հերթերում սպասեն, այլ առաջնահերթությունը տալիս ենք իրենց։ Դուք շտապեցիք պատասխանել, ես ինքնատի ունեի այս վիրուսների շրջանում, որպեսզի նրանց զերծ պահենք, այդպիսի հատուկ մոտեցում կա։ Իհարկե, նույն պատվաստումները հղիներին էլ են բնորոշ, գրիպի պատվաստումը, այո, որը կանխի ոչ միայն հղի մոտ առաջացող բարդությունը, նաև արդեն նորածնի մոտ ներարգանդային կյանքում։ Այսինքն նրանք վախ չունեն, որ վայ հղի վիճակում ինչպես պատվաստվենք եւ այլն։ Այդ այլի տանումքն է, որ պետք է կատարենք ճիշտ բացատրական աշխատանք, որպեսզի այդ ռիսկերը հաշվի առնելով իրանք համոզում են, որ ճիշտ է պատվաստվել է հիմա, ոչ թե թողենք օրինակ վախտիկը մահաճույքին։ Մի փոքր անդրադառնանք դեղորայքների բաշխմանը, քանի որ այստեղ նաև բուժառուները միշտ չէ որ գոհեն մնում կամ գոհեն լինում, այս գործընթացը ինչպես է կազմակերպվում։ Եղավ արդեն տարիներ շարունակ բոլոր արտոնություն ունեցող հիվանդներին, թե հաշմանդամություն ունեցող, թե սոցանապահով խմբերում ընդգրկված բնակչությանը, թե մինչև 18 տարեկան երեխաներին դեղորայքը տրամադրվում է անվճար։ Իսկ քրոնիկ հիվանդությունով հիվանդներին շաքարային դիաբետով, սիրտանոթային բոլորը ստանում են պոլիկլինիկայից։ Իսկ եթե կոնկրետ անձը պոլիկլինիկայում գտնվող տեղի համար ունի ավելի վատ կարծիք, ասում է ինձ այս մյուս տեղը ավելի լավ է օգնում, խնդիր չկա, պետությունը դրա մասին էլ է մտածել, օֆերտայի հիմունքներով ուղարկում ենք տվյալ տեղատուն, ստանում է իրեն համար համապատասխան դեղորայքը, որը իր համար ավելի էֆեկտիվ է եղել։ Դեղորայքի տրամադրումը եւս էլեկտրոնային տարբերակ։ Բոլորը էլեկտրոնային տարբերակ։ Խնդիրներ չի առաջանում։ Խնդիրներ լինում են տեղատնային համակարգերի հետ կապված, ծրագրի հետ կապված խնդիրներ ունենք, արմետ համակարգի հետ կապված, փորձում են շտկեն ավելի արդիականացնեն, բայց միջև այդ լիարժեք արդիականացումը խնդիրներ լինում են, փորձում ենք ավելի շուտ կարգավորել, որպեսզի ավելի մեծ հոգ չպատճառենք բնակչին, որպեսզի չգնա սպասի նորից հետ կա, բոլորը փորձում ենք ճիշտ ժամանակին կազմակերպել։ Բժիշկ Գալստյան, քանի որ մեր հաղորդումը մոտենում է ավարտին, ես կուզենայի, որպեսզի ձեր որպես մասնագետի, կոչը եւ հորդորը ուղեիք մեր հեռուստադիտողներին, երևի թե այս անգամ կոնկրետ այս շնչառական վիրուսների հետ կապված ինչպես անեն, որ խուսափեն եւ եթե արդեն այդ վիճակում են, ինչ պետք է անեն։ Եթե օրինակ մարդիկ ունեն այդ սուրճ շնչառական վարակներով հիվանդացություն, խնդրեմ, որպեսզի եթե գտնվում է վարակման շրջանում, գտնվեն տան պայմաններում, ստանան լիարժեք բուժում, որպեսզի վարակիչ չդառնան մյուս հիվանդների հանդեպ։ Այո, վարակի աղբյուր չհանդիսանան։ Մենք էլ մեր կողմից ցանկանում ենք, որպեսզի ձեր բոլոր ծրագրերը եւ այն բոլոր նպատակները, որ ունեք 26 թվականի հետ կապված իրականություն դառնան։ Հարգելի հեռուստադիտողներ, իսկ ես ձեզ հիշեցնեմ, որ Մեդինֆոյի տաղավարում այսօր հյուրընկալել էինք Գյումրու առաջին պոլիկլինիկայի տնօրեն Խաչիկ Գալստյանին։ Դե ինչ, ականջալուր լինենք բժշկի հորդորներին եւ մնանք առողջ Մեդինֆոների եթերում։